Հայաստանի տնտեսությանը վերաբերող վերջին վիճակագրական տվյալներն ըստ տնտեսագետների բացահայտում են Հայաստանի տնտեսության թույլ կողմերը։ Ըստ վերլուծաբանների վերջին շրջանում այդքան գովաբանված տնտեսական վերելքը իրականում հենված է եղել անկայուն հիմքերի վրա։ 2022-ի 12.6% աճին հաջորդել է անկման տեմպ, 2023 թվականին հասնելով 8.3%-ի, իսկ 2024 թվականին ընդամենը 5.9%։ Այս աճի գրեթե կեսը պայմանավորված է եղել առևտրի և ֆինանսական ծառայությունների ոլորտներով։ Դրանք էլ իրենց հերթին ծանր կախվածություն ունեն արտաքին գործոններից, հատկապես ռուսական կապիտալի ներհոսքից և ռուսական բիզնեսներից։ Հիմնականում աճին նպաստել է առևտուրը, հաջորդը ճյուղը, որը ապահովել է տնտեսական աճը, դա անշարժ գույքի հետ կապված գործարքներն են։ Վիճակագրական տվյալներից երևում է, որ 2024-ին աճի տեմպերը սրընթաց են նվազել։ 4-րդ եռամսյակում տնտեսական աճը ընդամենը 3.7% է եղել, մինչդեռ առաջին եռամսյակում այն 7.9% էր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը նախկինում տնտեսական աճի առաջամարտիկն էր, զգալի անկում է գրանցել։ 2023 թվականի 4-րդ եռամսյակում -2.8%, իսկ 2024 թվականի երկրորդ եռամսյակում ցուցաբերել է աննշան 4.5% տնտեսական աճ։ ՏՏ ոլորտի անկումը մի քանի պատճառ ունի։ Առաջին հերթին դրամի ամրացումն է, թանկացումն է, այսինքն այս անկումից $10,000-ի մեջ մոտ 1 միլիոն դրամի կորուստ ունի։ Հաջորդը այն է, որ ռելոկանտների ներհոսք ուներ ժամանակավոր բնույթ եւ բավականին մեծ քանակությամբ ռելոկանտներ եկան, մոտ 150,000 հոգի 2022 թվականին, սակայն նրանց հոսքը դադարեց եւ 23 թվականի կեսերից արդեն ունեին արտահոսք։ 2024 թվականի 5.9% աճի ապահովման հիմնական բաղադրիչներն են առևտուրը, անշարժ գույքի գործունեությունը, ֆինանսական ծառայությունները, շինարարությունը, տեղեկատվություն եւ կապը։ Արտադրող եւ բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերն ըստ տնտեսագետների աճի շարժիչ ուժեր չեն համարվում։ Ավելին, մի շարք կարևորագույն ոլորտներ՝ պետական կառավարումը, հանքարդյունաբերությունը, ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափող ծառայությունները բացասական ազդեցություն են ունեցել ընդհանուր աճի վրա։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ ոսկու վերարտահանումից ստացված ավելացված արժեքը վճռորոշ դեր է խաղացել համախառն ներքին արդյունքի աճի գործում։ Տնտեսությունում առկա է փուչիկ այս պահին ոսկու վերարտահանման տեսքով։ Մեր արտահանման 63%-ը, նորից նշեմ, ընդհանուր արտահանման 63%-ը դա թանկարժեք քարեր եւ մետաղներն են, ոսկի եւ ադամանդը, որը այսօր կա, վաղը չկա։ Այսինքն, որը ուռճացրեց մեր արտահանման պատկերը հասցնելով այն 13 միլիարդի, եւ մենք ունեցանք, որ 24 թվականին մեր արտահանումը աճել է մոտ 54%-ով, սակայն արդեն իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 3 ամիսների ընթացքում ամեն ամիս համեմատած նախորդ ժամանակաշրջանի նույն ամիսի հետ արտահանումը 2 անգամ կրճատվել է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2023-ին տնտեսական աճի առաջատար շարժիչներից մեկն էր, գրանցելով 34.5% տարեկան աճ։ Այժմ հայտնվել է դժվարությունների մեջ։ 2024-ին արձանագրել է 11.9% աճ։ Առևտրի ոլորտի աճը ևս դանդաղել է։ 2024-ին գրանցել է 16.8% աճ, այնինչ 2023-ին տնտեսական աճը 23.5% էր։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։